Դե արդեն մենք այս այգու մոնտաժը ահագին առաջ տվեցինք, ստեղ նույնիսկ կարգավորումներն ենք տվել, այսինքն միացումները տվել ենք, մնացմեզի լարերը և հողի տակ անցկացնելը, մի բաժինը դες հենց է գնում, ստեղ մենք բերեխոտ ենք դրելու, ստեղ էս էլ է իրանց այգին հետագան ստեղից միացում տալու համար, ստեղ որոշ շինարարական գործեր կա, այս լուկերը պերեձել կա արվելու, նայեք ժողովուրդ, ամեն ինչ է այնպես արվում, որ հարմարավետ լինի, ունիվերսալ մոնտաժ, որ ասում եմ, դա ի նկատի ունեմ, որ 2 մետրը մեկը մյուսի տակը շախմատաձև ջրելու է, հետո խողովակները նենց ենք տանում, որ այգին ինչ բուսականություն ոնց ուզենա դնի և ոչ մի չոր տեղ չմնա, այսինքն եթե սպզիկի դեմը փակի, այն կողմից մի պզիկ կգա, սկզբից ծախսատար է, լուրջ ծախսատար է, բայց հետագայում շատ քիչ ջրի ծախսով շատ լավ արդյունք ենք ունենում, ահա թե ինչու ենք մենք սկսել հիմնականում ունիվերսալ մոնտաժը կառուցել, իհարկե ցանկությունից է կախված ով ոնց ուզում է, նայեք ստեղ նորից 4 բաժնով, ամեն մեկը իր առանձին վինտիլով, նորից գալիս ենք ստեղ ևս մեկ հատ 4 բաժին ու 4 բաժինը այնպես արած, որ 2 հատ մի հատ են վերջինը մի հատ էսի, մի հատ էս վերջինը մի հատ էսի, մի հատ էլ ունենք դեռ չենք տեղադրում, որտեղ տեխնիկական խնդիր ունենք, այսինքն այգու հետ կապված տեղ որոշ շինարարական փոփոխման ինչ-որ գործողություններ կա, մի հատ լուկն էլ ստեղ է լինելու, որպեսզի այս 2 բաժինը և այս 2 բաժինը սնուցվի ու սրա առավելությունն ինչ է ժողովուրդ ջան, այ գլխավոր գիծը սենց տանում ենք այգու լայնքով ու հոսանքի լարերը քիչ է գնալու, այսինքն այն վերջի լուկից 4 հատ ընդեղից, 4 հատ ստեղից է միանալու, 4 հատ ստեղից է միանալու, 4 հատ ստեղից է միանալու, բոլորը գալու է այս սենյակը, որը շինարարական փուլի մեջ է, որ մենք արդեն նասոս, ավտոմատ, բաքի համակարգը տեղադրենք, տայմերները միացնենք, որ այգին հարմարավետ կառավարվի մի տարածքից, հարմար է այսինքն ամբողջ այգին իր դեմը լինի և աշխատանքները հեշտ լինի և գործողությունները հեշտ ու հանգիստ կազմակերպված արվի ամեն ինչ, այսպես առաջ տվեցինք, փառք Աստծո, ահագին առաջ եկավ այս գործը, այսպես հերթով կարգով կառուցում, սարքում ենք, նորից եմ կրկնում, մեզ միայն դիմեն նրանք, ովքեր իրականություն են ուզում, ում որ պետք է գլխառատ, յաբախտի կամ քիչ ծախսով և այլն, մեզ թող չդիմեն ժողովուրդ ջան, լիքը անողներ կան, հասկացողը կհասկանա, էժանին վազողը չի հասկանա և այլն ու տենց մի խոսքով, ստեղ նույնիսկ նայեք հասնում ենք ծառին, շրջանցում ենք մեծ ծառա, որ հետագան ինքը որևէ խնդիր չստեղծի, այսքանով գրեթե ավարտեցինք կարևոր գործողությունները պայքի, ինչն էլ չհասցրեցինք, տեխնիկական խնդիրներ ունենք, ստեղ որոշ գործողություններ արվի, նոր մենք առաջ տանք, այս էլ մեր այսօրվա աշխատանքից, լավ եղեք ժողովուրդ ջան, առողջ եղեք, մեզ դիմողները համբերող լինեն, սպասեք, հերթով կարգով կշենացնենք, ովքեր մեզ են սպասում, մեզ են վստահում իրենց այգին, այսքանը լավ մնացեք, Աստված բոլորիս հետ